Ողջույն, Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք այդ բոլորը տեսնում ենք, լսում ենք։ Հայաստանը այնպիսի երկիր է դարձել այս իշխանության օրոք, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը քեզնով զբաղվում է։ Ես որ ամեն ինչ էլ հասնում է այդ տեղեկատվությունը տիրապետում ենք։ Այսօր հատկապես Մայրաթոռի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները տեղակ եք այդ մասին։ Այո։ Եվ ինչ եք կարծում Փաշինյանի եւ եկեղեցու միջև այս հակամարտության մասին, որի մասին ամբողջ միջազգային մամուլն է այսօր խոսում նաեւ։ Այսօր Մայրաթոռում վեհարանում խուզարկություններ են գնում։ Վեհարանը երբեք չի խուզարկվել ոչ Օսմանյան կայսրության ժամանակ, երբ որ մենք ընկել ենք տիրապետության ժամանակ, ոչ էլ այն ժամանակ, երբ որ այդ հատվածը Հայաստանի գտնվում էր պարսկական տիրապետության տակ, ոչ էլ շահերի բաների տակ, երբեք։ Սա առաջի դեպքն է։ Կարելի է համեմատել նախկինում 1903 թվականի ցարական հալածանքները խորհրդային շրջանում ինչ համեմատություններ կան։ Նույնիսկ 1903 թվականը ես հալածանք չեմ համարում, որ ցարն արել է։ Դուք տեղեկ եք ընդհանրապես ցարն չի այդ հրամանագիրը տվել։ 1838 թվականին հրատարակեց ցարական պալաժենեն, այսինքն արևելյան Հայաստանի, որ միացավ Ռուսաստանին, դրանից տասնար հետո, որտեղ հստակ այդ պալաժենիում տրվեցին հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը։ 1861 թվականին տեղի ունեցավ հողային ռեֆորմ։ Այն ժամանակ այդ հողային ռեֆորմը Ռուսաստանի համար էր, առաջացավ կուլակների դասը։ Այն ժամանակ ցարին զեկուցեցին ոչ առաջի անգամ, մի քանի անգամ, որ այդ ռեֆորմը Հայաստանում առաջ չի գնում։ Բանն այն էր, որ դարերի խորքից դեռևս, քանի որ հայ առաքելական եկեղեցին ուներ ոչ թե ինքն էր հարկատու, այլ իրեն էին հարկտալի դեսյատին կոչված, հա, ապա հողերի կոնցենտրացիա կար եկեղեցու ձեռքին։ 10-րդ։ Հա։ Դե ցարական կառավարությունը հարց բարձրացրեց, բայց ձեր մոտ կուլակներ չպետք են։ Այստեղ չեմ ուզում, որ մենք հիմա առավել եւս ամբողջությամբ համակրանքս եկեղեցու կողմն է, բայց այդ 1903 թվականի հալածանքի էությունը դա է եղել, ոչ թե եկեղեցու շինությունների կամ բան, որ այս հողերը ախպեր ձեր ձեռն են։ Եթե նայեք, ասենք Սարոյան եղբայրներ ֆիլմը, այնտեղ եղբայրներից մեկն ասում է բանակին հաց տվեք։ Ինչու՞, որովհետեւ հողը պատկանելուց է մեծ մասամբ պատկանելուց է եղել եկեղեցու, որը երբեմն դժգոհություն առաջացել։ Այդ ցարական հալածանքները պաշտոնական մակարդակ բարձրացված սոցիալական հակասություն են։ Ցարական հալածանքների իմաստը հայ առաքելական եկեղեցին վերացնելը չի եղել։ Հասկանում եք։ Այսօր պետք է խորությամբ տիրապետել, երբ որ այս մասին խոսում ենք։ Այսինքն դա սոցիալական, ես չեմ ասում ով էր ճիշտ, ով էր սխալ, բայց համեմատել սրա հետ, ասենք նույնիսկ ոչ մի ռուսական ցար մտքով անգամ չեր անցնի, ոնց որ այսօր կատարում է հարձակվել եկեղեցու վրա։ Մենք այսօր եկեղեցու վրա հարձակվել ենք ոչ թե սեփականություն ունի, եկեղեցնիկի շինություններ ունի կամ այգիներ ունի կամ չունի, ընդհանրապես խորհրդային իշխանությունից վեր եկեղեցին այդ բոլորը չունի, եւ փառքասովոր չունի։ Բայց ունի իր սեփականությունը, բայց հարվածն այսօր դրան չի ուղղված։ Հարվածն ուղղված է եկեղեցու խորքին, վեհապարին, որը գաղափարախոսությունն է իրականացնում հայ առաքելական եկեղեցու։ Եվ այդտեղ արդեն առաջանում է վրդովմունք, թե լավ, աշխարհիկ մարդ համարենք սենց, Փաշինյանին աշխարհիկ է, ինչ գործ ունի եկեղեցու հետ։ Առավել ես, որ սահմանադրությամբ եկեղեցին դա անջատված է։ Անջատված է, իհարկե։ Ընդդատյա չէ։ Եվ ըստ ձեզ ինչ է, թեև նա ասում է, այսպես է հիմնավորում, որ եկեղեցու դեմ չէ, այլ կաթողիկոսի դեմ է, որին անվանում է աշխարհիկ անունով, մյուս հոգևորականի դեմն է, հա, եւ ինչպես ինքն է հայտարարում, որ հավատավոր հոտը վեհարանից քրիստոնեաբար դուրս կբերի նրան։ Բայց դա նշանակում է խառնվել, ինքը դա ուզում է, ես չգիտեմ, որոշ մարդիկ ասում էին, որ Փաշինյանի նպատակը կաթողիկոս դառնալն է։ Ես չեմ հավատում դրան։
Բայց դա իր ինչ գործն է, աշխարհիկ, այն ինչ որ դուք ասացիք, եկեղեցական գործեր են։ Փաշինյանը ինչ գործն է։ Իմ կարծիքով քաղաքական հարձակում է եկեղեցու վրա։ Քաղաքական հարձակում է ընդհանրապես եկեղեցի, Սամվել Կարապետյան, Բագրատ Սրբազան եւ այլ բոլորը իրար հետ կապված են։ Բոլորը այն քաղաքական process-ն շարունակություն, եթե այսօր ուժացություն դարձնեիք Евроньюз-ին, Евроньюզ-ը միացեք հիմա տողատակով մի հատ ինֆորմացիա տալի, կցնդեք, կապշեք։ Փաշինյանը առաջարկել է դա նկատի ունել։ Նո։ Իր ցույց տալ Հա, արտգործնախարար Վահան Կուտոյանը։ Ունենք չէ՞ այդպես արտգործնախարար։ Կոստանյան։ Գուցե Կոստանյան թե Կուտոյան, լավ չեմ հիշում։ Այն որ մի ժամանակ նշանակեցին ցույց տվեցին երեխնման նասկիները ոտերը վերև բարձրացին։ Այո։ Դա հայտարարություն է արել, որ ամենայն հավանականությամբ հնարավոր է Հայաստանը դուրս գա հապկից, եթե հապկի երկրները, այդ թվում Ռուսաստանը, չեն դատապարտում Ադրբեջանի ագրեսիան։ Հիմա ես կարելի է հարց տամ, միշտ դուք եք հարց տվել։ Այդ ինչ ագրեսիա է, այդ ինչ Ադրբեջանի որ արարքի հետ կապված է, որ Հայաստանն ասել է ագրեսիա կա իմ նկատմամբ։ Հայաստանն ասել է ես եմ ագրեսիվ եղել, որտեղ մտել եմ Ղարաբաղ։ Հայաստանը խնդիր ունի, Հայաստանը չի ասել, որ պատրաստ եմ այսօր եւս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հիմա ես եմ հարց տալիս, բա որ ագրեսիա կա, այդ խես ստորագրում խաղաղության համաձայնագիրը։ Ու Евроньюз-ը 5 րոպե մեկ պատտում է դա։ Евроньюз-ը։ Բա որ ագրեսիա կան չի Եվրոպային չես դիմում, որտեղ ուզում ես գնալ։ Դու մետել նրանք դատապարտեն։ Բա որ ագրեսիա կա մետել Թուրքիային դիմում, գուցե դատապարտի։ Ինչ է կատարվում։ Ընդհանրապես աշխարհակաղակական արտաքին քաղաքական կողմնորոշումներն էլ ինչ է կարծիք։ Ես ինչ եմ շտապում։ Այստեղ արտաքին քաղաքական կողմնորոշման հարց չի։ Այս մարդը պիտի դուրս գա ռուսական տնտեսական էլ եմ ասում, այ չնայած ասում եմ յատմի դուրն, տնտեսական, քաղաքական, ռազմական ազդեցությունից, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը։ Բանակցությունները ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ցախողված են։ Նույնիսկ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակում է ասել, որ ձեր տարածքը պիտի լինի մի 10-12,000 քառակուսի կիլոմետր։ Հետ չի կանգնում դրանից։ Վերջին անգամ լուրջ քայլ կատարվեց իսլամական երկրների համաժողովը Ստամբուլում ստորագրեց, որ 300,000 ադրբեջանցի ասել հայեր դուք ամոթ չեք անում, այդ ադրբեջանցիք տուն տեղ չունեն մնան արա։ Հայկական դիվանագիտության հերթական բարդությունը իսլամական հայկական դիվանագիտական մշտական բարդությունն է, հայկական դիվանագիտությունը այնպեսի բարդության մեջ է, որ բանը, հա, հիշեցի Մարտիրոսյան Գարիկի պատմած անեկդոտը ֆուտբոլի մասին, հա, լավ անեկդոտ է պատմում, դա հայկական դիվանագիտությունը։ Ասում է կոմենտատոր էլի ֆուտբոլի, ասում է հարգելի հանդիսականներ, ֆուտբոլի հերթական աշխարհի առաջնությունը հաղթեց Հարավային Կովկասի թիմը, դառավ աշխարհի չեմպիոն, Հարավային Կովկասը։ Ոնց, ասում է, հա, որտեղ ասում է ոնց։ Դե ասում է մեր հարցակողները դաղստանցիներն են, ասում է նրանք մինչև գոլ չխփեն չէին գնում այս կողմ։ Մեր կիսապաշտպանները ասում է վրացիներն էին, լավ չեն խաղում, բայց ասում է պաս լավ են տալիս։ Ասում է մեր պաշտպանները ադրբեջանցիներն էին, ասում է Հարավային Կովկասի թիմի պաշտպանները ադրբեջանցիներն ասում է մինչև փող չտաս չես ասի։ Բայց ամենակարևորը ասում է մեր դարպասապա հայր ասում է ինչքան էլ գոլը խփեին ապացուցել լինել չէր լինում։ Հիմա Նիկոլինն է։ Բոլորն է պարտություն։ Ինչ ոմի պարտություն չի։ Սա գնաց Անկարա, մեկը դարձել է լավ, Անկարան չի գնում պաշտոնական այցով։ Արդյունքը ո՞րն է։ Ասում արդյունքը լավ է։ Թուղթ պայմանավորվածություն մի քայլ կա, ոչ մի բան չի ստացվել։ Այդ հաղորդագրության տեքստին հավատում եք, այսինքն հավատում եմ, բայց այդ հաղորդագրության տեքստից բխում է, որ ոչինչ չի ստացվել։ Հայ-թուրքական հարաբերությունները գտնում է կայունացման փուլում, բայց ամենակարևորը սա ասել է, որ Ալիևին ասա թողեն թուղթը ստորագրի ինձ ձեռքաշի, բանն ասել է Էրդողանը, որ Ալիևի հարցով ինձ չդիմես։ Ես չեմ որոշում Ալիևի փոխարեն։ Եվ Ալիևը իդեպ նախորդ օրը Թուրքիայում էր։ Նախորդ օրը Թուրքիայում էր, խոսել է բնականաբար այդ հարցերի մասին Էրդողանի հետ, հաջորդ օրը նույնպես զանգ տվեց, կապեց, դրա մյուս օրը ուղարկեց գլխավոր շտաբի պետին Թուրքիա եւ այլն։ Եվ սկսեց հայտարարություն տածել, որ Հայաստանը իրավունակ է միայն 10,000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ։
Մարդ ասում է մենք 20,000 քառակուսի կիլոմետր որ դարել է, բոլշևիկների ճշմարտ դարը իրանք 10,000 էին Ալեքսանդրապոլի հաշտության համաձայնագրով։ Մարդն է ասում։ Ասում է հիմա եթե Հայաստանը արդեն Ռուսաստանի հետ չունի, Ռուսաստանը չի լուծում հարցերը, մենք այդ թղթերը ռուսների հետ ենք ստորագրել։ Մենք չունենք թուղթ ստորագրած Հայաստանի հետ, որ ճանաչում ենք 29,807 քառակուսի կիլոմետր։ Ավելի բոլշևիկների վաղ սկզբից եղել է 31,500։ Սա է, սա խառնվել է իրար։ Սա պիտի նստի, եթե մարդը, պիտի նստի ժողովրդին ասի ներողություն, ես սխալվել եմ։ Ես իրավունք չունեմ այդպես ռուսներին տշեմ։ Ստանում եմ մեծ խնդիրներ, հարգելի ժողովուրդ, ձեզ զրկում եմ հայրենիքից, դուք դառնում եք հայրենազուրկ։ Ինքը մեզ հիմա հայրենազուրկ է դարձնում։ Հիմա այդ խոսքի վրա ինքը ամեն ձև փորձում է ցույց տալ, որ Կարապետյան Սամվելին կարող են բռնել։ Տեսեք, կարող եմ հայտարարել, որ հեծերը պետականացնում, չնայած իրականում չի պետականացնելու, այդ հաստատ։ Իդեպ դրա մասին ինչ եք մտածում։ Հեսա կասենք, այս մասին խոսենք, չի կարա պետականացնի։ Ինքը այդ քաշը չունի, որ պետականացնի, դե 800 միլիոն դոլար փող է պետք։ Որ պետականացնի, պետք է գնես այդ մարդուց տա, փոխհատուցես։ Կարամ Կարապետյանի Սամվելին, հա, շարունակեմ, բանտարկեմ, կարամ կապեմ հայ առաքելական եկեղեցին, կարամ ասեմ, որ իբր բան ասեմ, էլի, Եվրոնյուսն էլ դա տալիս է առանց հասկանալ, որ մեր կաթողիկոսը ընդհանրեն կուսակրոն չէ։ Կաթողիկոսը կուսակրոն է։ Կաթողիկոսը այդ իր անձնականն է, բայց լուրեր տարածվեցին, եթե նա գերադասես լռել այդ մասին, եթե հարաբերություններ ունեցել, մինչև վանական հոգևորական դառնալն ունեցել։ Հասկանաս կամ եւ ընդհանրապես մեր ու քո եւ Փաշյանի գործը չի ինքը կուսակրոն է թե չէ։ Այդ թեման պիտի հուզի համենքին, հավատավոր համենքին, ժողովուրդը բարձրացել է այդ հարցը, ժողովուրդը գտա կրկնեմ, ասում է այդ իմ հարցը չի։ Միևնույն ժամանակ եկեղեցին իրավան բարձրացրեց իր հարցը, բա 3 թե 4 հատ երեխա ունես, ինչու՞ դու գրանցված չես։ Հասկանում եք, եւ այսպես կոչված բանավեճը, որի սկզբանը գոյություն չուներ ու չպետք է լիներ, ընդունեց այդ գռեհիկ տոնը։ Հիմա վերցել ԱԱՑ-ն, զանգում ասում է գնում ես խուզարկել, եմեք ասում է ես չեմ կարող անեմ, հիմք չկա գործից ազատված ես։ Այսինքն ինչքան կարանք մենք շարունակենք։ Աբազյանը։ Աբազյանը, մենակ Աբազյանը չէր այնտեղ։ Դաստեկով ազատվել են։ Հիմա ինչքան կարելի ասենց։ Դատավորին զանգում են, ասում են բանին, կներեք, Պողոսյանին պիտի բռնեք։ Ասում են ինչի համար, ասում են չգիտեմ։ Ու պիտի դատես 3 տարի, ասում են ինչի համար, էլի չգիտեմ։ Դե նայ, կամ աշխատում ես կամ չես աշխատում։ Ես գրեկացնում եմ անշուշտ։ Անցնում եմ ալեգորիայի, բայց այդպես է, ըստ էության այդպես է։ Մեծ է որ դու չես կարող հարց լուծես, որ սխալ հարց ես բռնել։ Թուրքիայի ու Ադրբեջանի չլնող բան ես բռնել։ Նրանք ուզում են մի հատ թուրանական պետություն ունենան։ Ունենք ասում են ախպեր, ես վստահ եմ, սա ասել է Էրդողանը։ Այսօր դու այսօր կաս, վաղը չկաս։ Բա վաղը մենք ինչ ենք անելու։ Սա երևի ասել է, հեսա հաջորդ ընտրություններն էլ կկրեմ, նա երևի ասել է, չի երևում ոնց։ Սա ասեց, այ հեծը կպետականացնեմ, կկրեմ, որովհետև այնտեղ 9600 հոգի աշխատող կա, 50,000 ձայն միայն հեծնա։ Սամվել Կարապետյանը նստած է նրա համար, որ այդ 50,000 ձայնը պիտի գնա Նիկոլի։ Արագորեն դնեն մարդիկ, այդ բոլորը գնան քվարկեն իր օգտին։ Որևէ շանս ինքը չի տեսնում, որ հունիսի 7-ին մյուս տարի կարող է հաղթել, ես վաղաժամկետ ընտրությունների մասին այլևս չեմ խոսում։ Հա, ստիպված ալու կերտել ընտրությունները։ Բայց ինքը իրար հետևից համանդրական կարգ է խախտում, հարձակվելով եկեղեցի վրա, դա համանդրական կարգի խախտում է։ Իսկ մենք պարտավորություններ ունենք, նույն հապկի շրջանակներում, որից դուրս չեն գալիս, ԵԱՏՄ շրջանակներում, ԱՊՀ շրջանակներում, որ համանդրական կարգի խախտումների համար կարող են ստեղծվել կոլեկտիվ ուժեր։ Պարոն Բագրատյան, այ դուք կանգնած եք մեր նոր անկախ պետության, պետական համակարգի ակունքներում եւ ժողովրդավարական իրավակարգ է Հայաստանում։ Ձեր հայտնի բան է, որ զսպումների հակակշիռների մեխանիզմ կա, այսինքն ինչպես ասում եք, եթե գործադիր իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները, խախտում է համանդրական կարգը եւ տեսնում ենք հիմա քայլեր, որի դիմաց որևէ բան չի արվում, այսինքն զսպող որևէ բան չկա։ Ինչ է անհրաժեշտ տվյալ պարագայում, որպեսզի գործադիր իշխանության անհրաժեշտ այն ինչ որ դուք հիմա անում եք։ Հրավիրելիքին զրույցի մենք բացատրենք։
Ինչն է Նիկոլ Փաշինյանին, նա ինչ որ քաջը չի կամ բանը չի, սուպերմեն չի։ Ինչն է նրան այդպես քաջ դարձնում, ասում է ժողովուրդը ինձ ձայն է տվել։ Այս ժողովուրդը իր տունը քանդեց։ Հիմա զգում է ինքը։ Հիմա ընդհակառակ որ ես միտեղ գնում եմ, ասում եմ դուք են քիչ մարդկանցից մեկն եք, որ մեր հույսն եք, մի բան արեք։ Ես սա մունակ չեմ գալի ժողովրդի վրա, ես ասում եմ աղբյուրը սա է։ Մենք սա իհարկե կշտկվի սա։ Ժողովուրդն ինքն արել է, ինքը կշտկի մեծ ժամանակի հաշվով, բայց մինչև այդ լավ կտանջվի։ Փաշինյանի վրա շատ վատ ազդեցություն թողեց ըստ էության Իրանի հաղթանակը այդ պատերազմում։ Նա Իրանը հաղթել է։ Մինչև 3 ես ասում եմ գուցե Նիչե եղել, ոչ ոքի, բայց ես արդեն Տրամփն ասում է, հələ ստուգում եմ ասում, եթե տենամ որ իսկապես մինջուկային բանից բանա պապանվել, կարող է մի հատ էլ ռմբակոծեմ։ Ես իդեպ ուզում էի հարցնել, որ Փաշինյանի այցը Թուրքիան նաև կապվում էր Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որ ոչ մի դեպքում։ Միանուց չնեք, երեկվա երեխան եք ինչ, ես ձեր երեխան չեմ։ Փաշինյանը այցելել է իր համար։ Փաշինյանը այցելել է Էրդողանին խնդրելու մի քիչ համոզել Իլխամին, թող զիջի էլ, այսինքն զիջու նա գոնե։ Ախպերի ինչ ասել ենք հա։ Ինչ Իրան, ինչ բան։ Եվ ընդհանրապես այդ օրերին կարելի էր Իրան այցելել։ Թուրքիա այցելել, երբ որ Իրանը պատերազմի մեջ էր։ դուք ասեք։ Հա։ Ինչ եք խոսում։ Ինչ Իրան։ Էրդողանը նրան վրա ծիծաղեր կասել, ես քո հետ Իրանի հարցը քննարկելու այդ տղա։ Բիսի բան չկա։ Բայց Փաշինյանի այցը ինքը նշանակում էր, որ տարածաշրջանում գերիշխողը արդեն Թուրքիան է։ Հա։ Պապան Էրդողանն է։ Թուրքիայում ընդհակառակը Իրանում ընդհակառակը վատ են վերաբերում այդ այցին։ Հնչես գնացել Թուրքիա։ Դու մեզ մոռացել ես, ես կարծում ես պատերազմից մենք պարտված ենք դուրս գալու, եւ մարդիկ դուրս եկան, պատվով դուրս եկան։ Հիմա դա նաև նշանակում է, որ իսկ Փաշինյանը չի ուզում, որ Սյունիքը Իրանը փրկի։ Չի ուզում։ Եթե Իրանը փրկի, Իրանն է դառնում ստեր լիդեր, Թուրքիան, այսինքն ինքը եկել էր, ասում էր Հայաստանը իրական Հայաստան կդարձնեմ, կանկախացնեմ Ռուսաստանից, Հայաստանը մնաց կախված Ռուսաստանից, ինչպես նաև նոր կախվածություններ հանդես եկան Իրանն ու Թուրքիան։ Այսինքն Հայաստանը փալասն է։ Միակ փալասն է այս տարածաշրջանում, որ ով հասնի տշում է։ Ինչ վատ է հնչում, բայց Տշում է, նայում ես։ Նրան տշել են բանում, դրա համար ջղանացած եկավ այդ ձերբակալություններն արեց։ Ասում եմ, ինչ անեմ ձեզ։ Ղարաբաղը պահանջեցի, ձեզ տվեցինք, հետո այնց արեցին, որ Ղարաբաղից հայերը դուրս գան, դուրս եկան։ Ինչ անեմ, սահմաններից 1240 կիլոմետր, ես այդքան եմ ասում, իրանք ասում են ավելի քիչ, կտրեցի, տվեցի այնտեղ, որտեղ պիտի ստանայի։ 1240 կիլոմետր։ Այո։ Իրանք ընդունում են, որ 340 կիլոմետր է, չէ, Ադրբեջանը գրավ է։ Իրականում 800 է, 900 է, իսկ դրանից հետո էլ էս Կիրանցով բանով հա տալիս է ինքը։ Անընդհատ ինքը Կիրանցում տվեց մի 340 կիլոմետր Գորիս Ճակատեն հատվածում տվեց։ Չկա։ Նորից եմ ասում, եթե ես սխալ եմ, բան չունեմ ասելու, բայց եթե սխալ եմ, քարտեզը տպեք, ասեք էսա։ Ես նույնիսկ ստիպված շատ կոշտ արտահայտեցի պատմաբանները ասեին, չէ, ասե ախպեր, մի հատ կարեք Հայաստանի այսօրվա քարտեզը տպեք ու տպեք այն քարտեզը, որ ինչ պիտի լինի մեր սահմանը, եթե լինի։ Չէ՞ որ մեր Ադրբեջանի սահմանը սահմանազատված ու սահմանագծված է 1988 թվականի հունվարի 12-ին։ Եվ ինչպես դուք եք հայտարարել, որ կան մի շարք փաստաթղթեր, որոնք ստորագրվել են արձանագրություններ, բոլոր փաստաթղթերի կոպիաները ճարինք մեր ուժերով, հետո վերջում կառավարությունից ասին, մենք դա ունեինք։ Բա որ ունեիք, ի՞նչն եք սահմանագծում ապեր։ Բայց դու չես ասում Ալմատիվոյում սահմանները։ Բա Ալմատիում սահմանները սա եղել։ Եվ ընդհանրապես, եթե դու ասում ես սահման չպիտի, թազա պիտի սահմանագծենք, մեր Գրիգորյանը պիտի գնա, պայմանավորվի, ինձ մեկ թվում է, թե մեր Գրիգորյանը ուրիշ բանի համար է գնում։ Եթե դու ընդունում ես, որ դու սահման չունես, նոր պիտի ստեղծես, բա ռուսների վրա մունատ գալիս ո՞րն է Ալեն Սիմոնյանի, որ հապկը պատասխանատվության գոտի չի ճանաչում։ Դու ճանաչում ես։ Բա որ ճանաչում ես, ինչ ես գնաց Ադրբեջանի սահմանի հարց քննարկում։ Բայց դեպքում հապն ասում է, լավ, ես կամ ես պաշտպանը, որտեղ է ձեր սահմանը։ Դու ասում ես, չէ, չկա, հələ չեմ գծել։ Դու ասում ես, կգծես, կպրծես, կանչես։
Պարոն Բագրատյան, բայց այդ փաստարկները մի տեսակ անլուրջ չի, այսինքն պետք է սահմանագծված լինի նոր, ասենք, մեր դաշնակից։ Շատ լուրջ է ռուսիկ փաստարկը։ Հապկի փաստարկը շատ լուրջ է։ Այս փաստարկը չի նշանակում է ախպեր, որ մենք ընդհանրապես գաղափար չունենք Հայաստանի սահմանից։ Այս փաստարկը նշանակում է, բախես սահմանը գծում արա։ Դու գծը պրծել ես ինգեր։ Դու որ հիմա իրան ասում ես գնանք թազա սահմանակցենք։ Դու հասկանում ես դրա հետևանքը։ Հիմա մենք սահման չունենք Ադրբեջանի հետ։ Որևէ ձևի։ Միայն Կիրանցում 10 կիլոմետր սահման ունենք, որտեղ 50-40 կիլոմետր հետ են քաշում ես։ Այն ձևի, որ Կիրանց բնակավայրի 6 շենք ու շինություն հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Կիրանցում երբեք 2000 տարի է շուրջ 1000-ից ավել տարի է թուրք չի եղել, երբեք։ Չի եղել։ Դա տարածքային ամբողջականության խախտում չէ Հայաստան։ Իհարկե։ Բայց դուք կարծում եք, որ հապկը ասեց ես լավ, չնայած եկան կանգնեցին։ Արամ ջան, եկան Վարդենիսում էլ կանգնեցին, Սև ջերի մոտ էլ կանգնեցին, Ջերմուկում չէին սպասում իրան գրոհի։ Մենք չէինք ասել։ Հետո արագ, որպեսզի Ալիևին հաճան ասեց ռուսական 38 հատ այդ կետերը պոստերը հանեք Հայաստանից, ինքը հանեց։ Ուղեկալները։ Խնդրեմ, բանում եկել էին, անցած կլնեք այդ սահմանի մոտ այդ բանում էլի երասխ։ Եկել էին ճանապարհի ծաղկումը կանգնել էին։ Երկու հատ պոստ էին դրել։ Մարդիկ ասում են, մենք հիմա չգիտենք ճանապարհը լրիվ ձերնա թե ճաղբեր, տալու եք թե չէ։ Բարձումա տալու ենք։ Ասեք, որտեղ կանգնենք, այնտեղ կանգնենք։ Այնպես որ համաձայնվելով սահմանագծման ու սահմանազատմանը Ալիևի սխեմայով, իսկ սխեման հետևելն է, եկեք այդ մոռանանք այդ 88 թիվը, իսկ 88 թիվը նոր է եղել, չէ՞։ 88 հունվարի 12-ը։ Եկեք թազա գծեք սահմանը, մենք իրենց ռուսներին դրեցինք հիմար իրավիճակի մեջ։ Մյուս առանցքային քայլը ռուսների դեմ որն եք համարում այս վերջին տարիներին։ Առանցքային քայլը։ Այո։ Միջազգային բոլոր բաները ռուսներին դեմ քվեարկել է։ Ես արտաքին քաղաքականության մեջ համարյա թե բան չեմ հիշում, որ մերոնք ճիշտ բան արածել են։ Օրինակ մենակ ուրախ եմ համար, որ գոնե Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան դատապարտեցին։ Բայց ասենք մի 3-400 հատ հայտարարությունից երևի 2-3 հատ գտնեմ, որ ասում այս հետ համաձայն եմ։ Մենք դառանք առանցքային սխալը, որ դառանք այսօր մենք դառել ենք պատկերացրեք դուք ռուս եք։ Դուք ստիպված պետք է կառուցեք քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ եթե դուք հիմար չեք, պետք է ելնեք այն թեզից, որ այսօր ամենահակառուս պետությունը սա է ավելին, քան թե Էստոնիան։ Սա գտնվում է Ռուսաստանի հետ միևնույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ, տնտեսական միության մեջ եւ ավելի մեծ հարվածները հասցնում, քան թե Էստոնիան։ Պարոն Բագրատյան, բայց այս ո՞նց եք լուծում այս հարցերը, ո՞նց եք անում։ Այսօր էլ ի՞նչ է հայտարարում բանը։ Վահան Կուտոյանը։ Ուրեմն Կոստանյանը։ Թող Կոստանյան լինի, լավ։ Евроньюз տալիս է հետևյալը։ Армения, возможно, выйдет из ОДКБ. Пока Альянс, в том числе Россия, не осудили агрессивные действия Азербайджана по отношению к Армении. Հիմա դուք Արամ Սարգսյանն եք, ճիշտ է։ Բարով խերով տեսանք իրար։ Արամ ջան, մինչև այդ Հայաստանում մեզ հայերիս Վահան Կուստոյանը մի անգամ գոնե հայտարարել է որևէ ագրեսիվ քաղաքականության մասին։ Որ օրինակ ի՞նչն է ագրեսիվ։ Ասեք ես իմանամ։ Ասեք ես ռուս եմ Մոսկվայում լսում եմ այդ հայտարարությունը։ Նախ ասում եմ, ընչեք Евроньюzով մեզ տալիս։ Հիմա զանգեք ասեք էլի։ Հիմա ասա ինձ ի՞նչն է ագրեսիվ, հասկանամ ախպետ, ձենս լռեմ։ Ես գիտեմ, որքան շատ խելոք անալիտիկներ։ Օրինակ Հովսեփ Խուրշուդյանը կանչում ես ամեն ինչ գիտի։ Կանչեք ամեն ինչ կասի։ Հասկանում ես, ես հա համաձայն եք, չէ՞։ Հա, ամեն ինչ գիտի։ Կամ այն օրը մեկը կար, ինչ էր։ Մերդ կար։ Կան, չէ, ուժը։ Հա, կանչեք գիտեմ, մենք չգիտենք ախպեր։ Ես ընդամենը հարցնում եմ, ես ոչ ոքի չեմ վիրավորում։ Որ գործողությունն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ եղել ագրեսիվ։
Չէ, Ադրբեջանը ագրեսիա իրականացրել է Հայաստանի։ Ինչ որտե՞։ Վերջին տարիներին 2022 թվականին։ Որտե՞։ Ջերմուկը, Սոտկը, մյուսը։ Բայց հիմա Հայաստանի պետությունը ասում, բայց այդ դեպքում Հայաստանի պետությունը Հովսեփ Խուրշուդյանին չի ստորագրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Այ։ Բախի չի ասում, եթե ագրեսիա կա, նախ դու ասի ինչքան է այդ ագրեսիան։ Ես էլ ասեցի իմ խոսքում, ասել է 260 թիվ, ասվել է 300 թիվ, ասողն էլ ասեմ Ալեն Սիմոնյան։ Բա որ կա։ Ինչ եք ստորագրում։ Չէ՞ որ ստորագրում եք նշանակում է խաղաղությունն ու վերջ։ Ուրեմն ճիշտ ագրեսիա, Ադրբեջանը ասում է չէ ագրեսիա։ Դա իմ հողերն է։ Չէ։ Այդպես չի քաղաքականության մեջ։ Դրա համար այդ քաղաքականությունը, այդ մախաթը շուռա գալու մտնի մեր հետույքը, մեր ժողովրդի հետույքն է մտցնելու ինքը։ Ու մեր ժողովուրդը մղկտացած, դառնացած, այսօր փառքասը մի հատ Իրանը կարողացավ դիմալ իսրայելական ագրեսիային եւ Սյունիքը կարող է բան չանի։ Առաջ ինձ թվում էր թե Սյունիքը մեզից կպոկեն կտանեն, հիմա ինձ թվում է թե հենց Երևանն էլ տանելու են։ Սյունիքն էլի կարող ավելի ապահով մնա Իրանի ազդեցության շնորհիվ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դու խաղաղ ամբողջ պետության հետ։ Խաղաղ, բայց ինչի՞ այդ խաղաղում։ Ինքը վատնա, ինքը դավաճան, ես ասել եմ, ինքը դավաճան չի, ինքը դարելա թշնամին դավաճան չի լինի։ Ինքը պարզապես ուզում է շարունակի իր իշխանությունը անընդհատ։ Որովհետև տարեկան տրամաբանություն ասում ախպեր, այն ինչ որ դոնում ես, դա նշանակում դա թշնամական գործողություն է այն երկրի նկատմամբ, որի անվտանգության պատասխանատու դու ես։ Այնպես որ նենց էլ չէ, որ ասես բան չի այդ բոլորն անում։ Գիժա, ամենաթեթև բացատրությունն է խելագար հոգեկան, հեչ էլ էտես չի։ Սա ավելի սիստեմատիկ խնդրեմ է։ Քան թե պարզապես խելագարել է։ Խելագարը հերթական ընտրությունների վաղ կպարտվի, կգնա, հետո այդ իր կառավարման տարիները որպես կաշմար մաշտիկ մարդիկ հիշեն, բայց դա այդպես չի, դեպք չի։ Այստեղ սիստեմատիկ արվում է Հայաստանի իրական շահերին դեմ քայլեր, որոնք դեպի ուր են տանում։ Գործանում։ Որոնք չեն կարող հաղթանակ տանել։ Իսկ իրական Հայաստանը Իրական Հայաստանը այդ գնա, իդեպ կառավարության շենքի մոտով անցի, բռն տանում են, այնտեղ անդադ դասախոսությունը ցիկլան նստում ես լսում ես այդ բարբաջանքները։ Քաղաքական բարբաջանքներ են իրական Հայաստան։ Անտեղի հասկացություն, գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, նրա սահմանադրության, այդ սահմանության մեջ գրված է քանի քառակուսի կիլոմետր եւ այլն։ Հետի վաղուց կա, այդ ինչ է ինքը բարբաջում։ Դա կարող է գաղափարախոս։ Այսինքն ինքը բանը հադրուտը տվեց, ասեց մնացածը իրական Հայաստանն է։ Հետո Շուշին տվեց, ասեց այ մնացածը իրական Հայաստանն է։ Հետո Ղարաբաղը ամբողջությամբ տվեց, ասեց մնացածը իրական Հայաստանն է։ Հետո Վարդենիսում տվեց, այ մնացածը իրական Հայաստանն է։ Հետո տվեց Գորիս Կապան Ճակատանին իր բանը ստորագրեց, պաշտպանության նախարարը մի քանի 140 կիլոմետր։ Հետո ասեց սա իրական Հայաստանն է։ Այն պաշտպանության նախարարն ասեց ոչ մի խնդրեմ չկա, այդ ճամփեն չնայած մենք Իրանստան մենք գնալու ենք գանք դրանով։ Ես ծիծաղում էի։ Գորիս Կապան։ Հա, իմ դեմ քրեական գործ էին հարուցում։ Ծիծաղում էի։ Հիմա գնում գալիս են։ Հիմա գնում գալիս է, սաղորն են անում ժողովուրդը, սաղորը գնում գալիս են, դու գիտեք, չէ՞ այնտեղ բոլորը գնում են գոնկի են հելնում իրար հետ, աբգոն են անում, բան, լավ տեղ է, լավ հատված է ճանապարհի։ Գորիս Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի չէ, պարոն Բաղրատյան։ Երկու ճանապարհ էր, մեկը մենք տվել ենք իսկական է։ Հիմա Գորիս Կապան չէ, Գորիս Հալիձոր Տաթև Կապանը մի այլանդակ ճանապարհ, որով ծանր բեռնատարը չի անցնում։ Կիրանցը տվեց, ասես մնացածը իսկական Հայաստան, ասես բերքաբերից ես հող եմ ստանալու։ 900 հեկտար, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Չէ, ավելի շատ։ Ինչև է, ստացանք։ Ստացել ենք։ Հիմա մի հատ գնա այդ կողմերը մի հատ նայ հերվից երևում է ջուրը լցած է, հələ չեն օգտագործում։ Ջողազի ջրամբարը։ Խորը Ադրբեջանի թիկունքում է ջրամբարը։ Խորը։ Ջողազը կիսված չէր, մի մասը Հայաստանի մեջ էր։ Ջողազի ջրամբարն ամբողջությամբ կառուցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, եղել է մեր բալանսի մեջ։ Ճիշտ է, մենք պարտավորվել ենք, որ դրա ջուրը, քանի որ ինքը վերևանգած, կեսից ավելին կջրի ադրբեջանական դաշտերը։ Դա խորհրդային միությունը մեկ պետություն էր։ Ընդամենը դա։
Հիմա գնան այ հերվից երևում է հայելի ներևում է լճակի, լճի լիճ մեծ է ճանապարհը։ Կարծում 40 միլիոն քառակուսի կիլոմետր։ Հա? Ես դիրքերից եմ տեսել։ Հա։ Խորը թիկունքում հայտնվում է ադրբեջանական։ Բայց հիմա մենք պիտի Բերքաբերի հատվածից, այս հատվածից մեզ հողեր տային գնային կպնենք ջրամբարին։ Այդ ջրամբարում ժողովուրդը գնում լողանում էր, խորոված էր անում ջրամբարի ափին ժամանակին։ Ադրբեջանի հետ, չգիտեմ, հարաբերություններ, ասենք, կարգավորում անորոշ է, պարոն Բագրատյան, ինչ եք կարծում։ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է։ Դեպ մարտի 13-ին ավարտվել են բանակցությունները, այսպես ասած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, բայց Ալիևը չի շտապում ստորագրել։ Ինչու՞։ Նա խաղաղություն է ուզում, թե պատերազմ։ Ալիևը բացատրում է, Ալիևը խաղաղություն է ուզում։ Իմ կարծիքով Փաշինյանն է պատերազմ ուզում իրականության մեջ։ Որտեղ Ալիևը հանգիստ ասում է, Սյունիքը պիտի տաս, 300,000 ադրբեջանցի ընդունես, հա, եւ ասում է, որ ադրբեջանական մշակույթ, պատմամշակութային բաներ եւ այլն, եւ միջանցք պիտի տաս։ Այս 3 բանը դուր, всё, ես բան չունեմ ասել, խաղաղություն։ Հայաստանը, պարոն Փաշինյանը չի ասում, ես այդ 3-ը տվող չեմ։ Հասկանում եք։ Հա, կամ լռում է, կամ էլ ասում է բանը, ասում է դե միջանցք չէ, ես ես բան կտամ, խաչմերուկ։ Այն բալամ, այն գեր, երկու կատեգորիա կա իրավաբանական, տարանցիկ ճանապարհ կամ տրանզիտ ճանապարհ, ես չեմ սիրում որ ամեն բառ թարգմանում են, սիրում եմ տրանզիտ բառը, որտեղ տրանզիտը տարանցիկը չէ, այնուամենայնիվ։ Կամ էլ միջանցք։ Անխոճը դոտ միջանցք։ Ռուսաստանն արդեն ասում ենք հրաժարվել ենք, դա նոյեմբերի 9-րդ կետներ դրանից հրաժարվել են, վերջ։ Մենք էդի չենք գործածում ու պրծավ էդի, այդ թեման մերուց համար թեմա չի այլևս։ Նո դա արդյունք է նրան, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավագույն մակարդակի վրա չեն։ Վերջին շրջանում։ Վերջին։ Դե ամենայն դեպս դա արդեն ստիպեց ռուսերին մտածելու, որ Ադրբեջանը ինքնուրույն խաղ է խաղում, ռուսները մտածում են, թե Ադրբեջանը ուզում է գնա դեպի Թուրքիա, ավելի լավ են ցանեն գա դեպի Ռուսաստան, բայց պարզապես Ադրբեջանը Թուրքիա չի գնում։ Ադրբեջանը հավակնում է ընդհանրապես այս տարածաշրջանում թուրքական աշխարհի լիդերներ եւ որոշակի առումով հակադրված է նույնիսկ Թուրքիային։ Բայց ոչ այդ գլխավոր հարցերի շուրջը, որոնք վերաբերում են Հայաստանին, այդտեղ միանշանակ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն միևնույն դիրքորոշումը։ Սա վերադառնալով ներքին ներքաղաքական իրավիճակին, թեև փոխկապակցված են բոլոր հարցերը, կարծես թե այս բոլոր գործողությունները, հոգեվորականների, այլ ընդդիմադիրների, Սամվել Կարապետյանի կալանավորումը, ինչ է կարծում, ինչու է պայմանավորված, այսինքն որ ընտրությունները, մյուս տարվա ընտրությունները ուրիշ ձևի հաղթանակի ձև չի տեսնում։ Բարշիկ եկեղեցու թեման իզուրա բարձրացել, ինքը միանշանակ կպարտվի։ Թուրքական սուլտանները չէին բարձրացնում։ Իրանց ասում էին կպարտվեք։ Որովհետև այդ մի բանը, հոգևոր բանը, էլի, առանձնահատուկ բանը։ Տեսեք, մենք հայ առաքելական եկեղեցին դա ոչ ուղղափառ է, ոչ բողոքական, ոչ կաթոլիկ, առաքելական եկեղեցի, ոչ վրացական ուղղափառ եկեղեցին է, ոչ հունական եւ այլն, ոչ ռուսական, բանը հայ ժողովուրդը դա չի պահելու է։ Այսինքն գալ Իրան հեքիաթ պատմել կուսակրություն լավ էլի։ Դա մեր գործի չի вообще։ Այսինքն այս թեման չի անցնի։ Մարդը երևի մտածեց, թե ամեն ինչ կարող է անել, ոգևորվեց։ Այստեղ կպարտվի, բայց Հայաստանը կշահի թե կպարտվի, ես դա չգիտեմ, որտեղ ամեն օր պետությունը թուլանում է։ Տեսնենք էլի, կապրենք կտեսնենք։ Ասեց արդեն ցանցերի մասով էլ արդեն մտածում է, հիմա էլ երևի հաջորդ կնի հարուս գազարդը։ Հեցի մասին չասացիք։ Հեցինքը միևնույն առնվազն ուզում է կառավարումը վերցնի իր մարդկանց նշանակի, որովհետև հեցը գործում է ընտրություններում։ Սա Սամվել Կարապետյանին ինքը նետել է քաղաքական ծառայած, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կբարձրացնի, դա թե չէ, հուսով եմ բարձրացնի։ Նա կարող է դառնալ հայկական Իվան Իշխվելի օրինակ։
Հասկանում եք։ Բայց չգիտեմ, ինչպես կվերաբերվի դրան Սամվել Կարապետյանը։ Եթե կբարձրացնի քաղաքական բանով, մենք էլ կօգնենք։ Սամվել Կարապետյանի բանտից նամակները չեն խոսում նրա մասին, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, որ շուտով մենք ունենանք։ Լավ է, ես արդեն 60-ից մարդ եմ ելի։ Որ մի հատ նամակ ասեմ, այս նամակում մի քիչ խոսվեց, այս նամակում չխոսվեց։ Եթե ես 25 տարեկան եք ասի, այո, դրանք մեծ բան են, սկսվում են նոր դարաշրջան, լավ է, ես երեկո երեխա թող անի կտեսնենք էլի։ Մենք իրան հորդորում ենք, որ անի։ Իսկ ընդդիմությունը ինչու չկարողանում միավորվել ըստ ձեզ։ Չգիտեմ, ես մեն մարդ եմ, որ ասում եմ ընդդիմությունը պետք է միավորված լինի։ Ես չեմ կարող, հիմա ես կարող եմ ի վերջո միավորվում ենք, եթե ես ասեմ այս մարդու պատճառով, այս բան գիտեմ, մարդկանց էլ գիտեմ, պատճառներն էլ գիտեմ։ Բայց եթե ես դրանք բարձրացնեմ հիմա, կասեն ախպերը տենց են միավորվում։ Հələ մեկ պաուզա տայր էլի։ Դրան էլ ճիշտ չի որ ես հիմա այդ մասին խոսեմ։ Այո, ընդդիմությունը մի ճակատով պետք է իշխանությունը վերցնի, հետո արդեն երևի արտահերթ ընտրություն կլինի կամ ինչ որ կլինի։ Հետո արդեն մտածի այդ ամբողջը կիսելու մասին իշխանությունը ըստ ընտրությունների համաձայն քվեների ինչպես պետք է ով ինչ մասնակցություն ունենա իշխանության գործին։ Դուք ասացիք, որ գործող իշխանությունը Հայաստան տանում է դեպի կործանում, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել, որն է ձեզ Հայաստանի ամենաառաջնահերթ, ամենաօրհասական խնդիրը այսօր։ Լսի, ամենաառաջնահերթ խնդիրը, որ պետք է Հայաստան հայտարարի, որ ես ոչ մի բան չեմ սառացել, ես վերադառնում եմ ՀԱՊԿ, չեմ վերադառնում, ես ՀԱՊԿ-ում եմ։ Որտեղ այս մարդը այս երկիրը հանել է անվտանգության համակարգից։ Լավն է, վատն է, մտել եք ՆԱՏՕ, հաց եմ տալիս ես, արամ ՆԱՏՕ-ում եք։ Ոչ։ ՆԱՏՕ-ն ասում է նույնիսկ չեմ քննարկի այդ հարցը։ Բախբեր ես մեր երկիրը վտալես անվտանգության համակարգ։ Հանել ես ՀԱՊԿ-ից, ուրեմն գնացել է ինչ։ Գնացել է իր Անկարա, որ Էրդողանի հետ պայմանավորվի թուրքական անվտանգության համակարգ մտես։ Այն ասում է, հա, պожалуйста, մտի։ Լավ թուրքական աշխարհ եմ ստեղծում։ Երկու խնդրեմ ունես։ Մեկը մի քիչ շատ մեծ է, տարածքները փոքրացու, ոնց որ Ալեքսանդրապոլում ճանաչել են, մյուսը այդ քրիստոնեա չեմ հասկանում։ Ես մարդը պայքարում եմ ռուսների դեմ, ՀԱՊԿ-ի դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, ռուս բիզնեսմենների դեմ, մարդիկ արդեն չեն ուզում ստեգան։ Ասում են գամ, չգիտեմ, ձերբակալի թե չէ։ Գալիս են քեզի ասում են ստից ասում են, բանա, դու իբր պետության դեմ այսպես ծրագրված բանի ես մասնակից, գնում ես դատարան ոչ մի ապացույց չկա, քեզի տանում փակում են, առավաստ 2 ամիս քեզ փակում են, այդ 2 ամիս բաներում հասկանում ես, դառնում ես ոնց որ ասած բանտարկյալ, ում պատճառով ինչ որ մարդու կմահաճուկի պատճառով։ Առաջի քակալի պետք է ասում որ մենք մեր անվտանգության համակարգում ենք։ Մենք հրահանգել ենք մեր բանին, աշխատողին, որ մասնակցի այդ նիստերի։ Երկրորդը խորապես զբաղվել Հայաստանով, խորապես, այս բանտեսությունն ինչ կատաղի վիճակում է, մեկը միա չի նայում թվերը, չէ՞ որ ինձ կարող եք որ նայել որպես տնտեսագետ հարցեր, խայտարակ վիճակ։ Ստեփան Մնացականը խափում է թվերը, ասեք տերում 8% շինարարություն գրում է 18%։ Ասես լավ, ասես 18 գրելով գնա կմեցած գնում է բազանացնել փոքրացում, որ տեղավորվի այդ աճերով։ Մենք վաղուց պիտի քրեական գործով դատարի։ Ուզում եք տնտեսական սիրելի արամ, կൂട്ടական կենսաթոշակային համակարգը վերացեք տարեկան 100 միլիարդ տանում են։ Վերջերս եղավ գիտական վեճ, որ այդ 11 տարում դրանք աճել է 2%։ Եթե սեն շարունակվի 30 տարի հետո առաջին կൂട്ടակայինի մասնակիցների թոշակին գնալու եւ սովորական թոշակին, որ այն ժամանակ կլինի 65-70 հազար կամ 75 հազար, ավելանալու ընդամենը 20 հազար։ Մի հատ շուրարի, մի հատ կարող ես մի հատ Տիգրան Սարգսյանը պատժել։ Հետ ո՞նց է Տիգրանը չի պատժվում։ Գործ չունես Տիգրանի հետ։ Պիտի պատժվի ու հայտնվի 4 ճաղերի հետևում են էլ ոնց։ Ոչ միայն Տիգրան հետ կൂട്ടակայինի մյուս մասնակիցները Վաչե Գաբրիելյան, Ներսես Երիցյան, Արտուր Ջավադյան։ Փոխար միլիարդ տարել եք։ Աչոտները նոր նայել են գիտական մի բանի վեճաբանության ժամանակ վերջապես տեղ ունեցա, որ C կվադրատ ամպեգան եւ ամունջին 5 տարի ընդհանրապես աչոտ չի տվել, որ ավելացել է 2 միլիարդ դոլարի չափ փող են դրել։ 1 տրիլիոն դրամ արդեն փող է դրած, համարյա տնը պակաս մի քիչ 800 քանի միլիարդ։ Այդ 800 միլիարդը այս տարիների ընթացքում 10 տարում 2% ավելացել, որ բանկում դրների կկրկնապատկվեն։ 9% չի ավանդը դրամով։
Նկարել են փողերը, դրել են անվանների մեջ, 45 տարով փող են վեկալ է, երկար թուղթ չեն գտե, հեռանկարային։ Դե զբաղվեք մեկը, սրանով ով պիտի զբաղվի։ Բա էսի 50 միլիարդ չէ տարեկան տանում էր Տիգրանի որոշմամբ 2.5%, սա եկավ 2.5 դարձեցին, դարավ 100 միլիարդ, 18 թվին։ Մեր 2020 թվի պարտության պատճառներից մեկը կൂട്ടակային կենսաթոշակային համակարգն է։ Այդ ինչպես։ Այդտենց որտեղ փողերը վեկալու տանում են արի, ինչքան միջը փող է գալիս։ Այդ փողը եթե մնար մի հատ զինվորի ֆինանսավորեինք, մի հատ բանակին մի հատ տեխնիկա կառնեինք։ Ինչ էր այդ պատերազմի պատմությունը, 5 հատ բաներ էլի են, որ կրակում են։ Սու 30-ը պատմում եք։ Չէ, այդպես պետք չէ, սու 30-ները ընդհանրապես պետք։ Իսկանդերը։ Սխալ գործակցություն։ Իսկանդերներ կամ են բաներներ։ Այն համակարգերը, որ խփում է դրոններին։ Պարոն Բագրատյան, եւ ի դեպ Իրան-Իսրայել վերջին հակամարտության համատեքստում այդ հարցն էլ քննարկեց, որ եթե Հայաստանը նույն հրթիռային պոտենցիալը ունենար, շատ հանգիստ կարող էր Ադրբեջանին ուղղակի պարտության մատնել։ Հայաստանը ուներ։ Հայաստանի հրթիռային պոտենցիալն ավելի հզոր է, քան Ադրբեջանինը 20 թվականի պատերազմում։ Հայաստանը ուներ Իսկանդեր։ 500 կիլոմետրից ավելի էր պետք։ 500 կիլոմետրի վրա 1.5 մետր ճշգրտությամբ խփում է։ Ես շատ հաճախ ասում են ռուսները զենք տվին Ադրբեջան ծախեցին, սուտ են ասում։ Հա, տանկը ռուսը տալիս էր, հրետանի տալիս էր, բայց բաներ Իսկանդեր չի տվել։ Ու մեզ էլ ասում են, ձեզ Իսկանդեր են տալի, իրանց չեմ տալի, նայեք։ Այս բացայտ եղել է, այս բացայտ բաներ եմ ասում ձեզ։ Բայց արդյոք հենց հրթիռները կային։ Կային, իհարկե կային։ Թող ելնի ասի չկային։ Կային։ Ասաց, որ 10%-ով է պայթել։ Ոնց կարող է հրթիռը 10%-ով պայթի, Արամ ջան։ Դուք այ Հրթիռը պայթեց, միջուկային կապսուլով միացավ, պայթեց։ Զարյադը ոնց կարող է 10%-ով պայթի։ Պայթում է կամ չի պայթում։ Կամ պայթում է, կամ չի պայթում, ես եմ տարբերակն է, որ մի քիչ եղի չի լինում։ Դե ասեց, որովհետև ինչ որտեղ երևի մտածում են գյուղերում նստած, որոնք միայն հմեկ են կարողանում նայել, այդտենց էլ ոչ էլ անալիտիկ միտք ունեն, անալիտիկ դատողություն, ոչ էլ հասկանան։ Հնարավոր է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։ Կհանդիպենք։